ուղղակի մի բան ավելացնեմ, ոչ թե 100,000, այլ 297 մոտավորապես, եթե չեմ սխալվում, եթե մաների մասին է խոսքը, տեսեք, սկզբից գամ պատժամիջոցների մասով։ Սա վարչական իրավախախտումների մասին օրենքով, այդ թվում ավտոմոբիլայինով նկարագրված է այն դեպքը, երբ որ քաղաքացին չի վճարել եւ նույնականացում անցնելու խնդիր կա եւ ինքը հրաժարվում է նույնականացումից։ Այսինքն ձեր բարձրաձայնած խնդիրը այն ժամանակ է ծագում եւ այդ պրոցեդուրան այն ժամանակ է ծագում, երբ որ քաղաքացին չի վճարում եւ չի էլ պատրաստվում նույնականացվել, այդ պարագայում միայն կարող է տեսուչը, աշխատակիցը, որը վերահսկողություն է իրականացնում, նաև ոստիկանությունից աջակցություն խնդրել։ Ինչը վերաբերվում է տեղական վճարների, ինչը վերաբերվում է տեղական վճար կամ ծառայության վճար սահմանելու դեպքում, Պարոն Ղազարյան, ես ներողություն, թույլ տանք պարոն Սիմոնյանն ավարտելի, խնդրեմ պարոն։ Ինչը վերաբերվում է քաղաքացիների իրավունքներին, արդյոք այս պարագայում իրենք չեն կարող համապատասխան պրոցեդուրաներ կիրառել, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի, ես չեմ կարծում, եթե ձեզ հայտնի է որևէ կարգավորում իրավական, որ ծառայության վճարը տեղափոխելով տեղական վճարի այդ իրավունքները սահմանափակվում են, խնդրում եմ այդ մասով բարձրաձայնեք։ Խոսքը գնաց նաև այլ քաղաքների մասով, տեսեք, այս կարգավորումը վերաբերվում է համայնքներին, որը ու այն դեպքում, երբ որ համայնքի կողմից է իրականացվում այդ ծառայության մատուցումը, տեղական վճար է այդ դեպքում լինում, եթե համայնքի կողմից չի իրականացվում, ապա այլ կարգավորումներ են գործում։ Ինչը կապված է սակագնի որոշմանը, տեսեք, սակագինը այսօր էլ նորից կրկնվեմ, չնայած ընթացքում էլի կրկնեցի, սակագինը կարող է փոփոխվել ավականու որոշմամբ այսօրվա գործող օրենսդրությամբ։ Այսինքն այս կարգավորումը պետք չի, որպեսզի սակագին կարողանա փոխի համայնքը կամ նոր սակագին ձևավորի։ Եվ պարոն Ղալումյանի միտքն էլ շարունակելով նշեմ, որ դուք երկու տարբեր իրավիճակներ եք նկարագրում, երբ որ կար մի տեսակի շարժակազմ, բավականին հին, վատ վիճակում գտնվող եւ տեխնիկապես ոչ այդքան լավ վիճակում գտնվող տեխնիկական առումով եւ X սակագին եւ կա ամբողջությամբ նորացված տրանսպորտային պարկ, որը ենթադրում է ավելի լավ որակի ծառայության մատուցում, որ եւ ինչը ենթադրում է այլ արժեք ծառայության մատուցման։ Սրա մասին է խոսքը։ Երևի թե այսքանը կասեմ, եթե ինչ-որ բան մոռացա։